ոնց ասածը հենվում է այսպես ասած դասական պետության մեջ չափումներով, դասական չափումներում չափում։ Երբ որ ունես բռնակալական երկիր, որը մի քանի տարին մեկ ձերբակալում է նույն գործչին, եւ ամեն անգամ նոր տարբեր մեղադրանքներ տալով, հարցը առաջանում, ինչու է դա անում։ Հատկապես որ այդ գործիչը ապացուցել է եվրոպական դատարանում անմեղություն։ Քիչ մարդ կա, որ եվրոպական դատարան հասնելուց հետո մնում է քաղաքական գործիչ։ Հայաստանում շատ ծանր է քաղաքական գործիչ լինել իսկապես, որովհետեւ մենք գործ ունենք բռնակալական պետական համակարգի հետ։ Եվ բնականաբար ես կարող եմ իրենց հանդիպակաց հարց ուղղել, թե ասենք իրենք որպես, եթե իրանք ուրիշին չափում են, իրանք պիտի լինեն իսկական քաղաքական գործիչներ, չէ՞։ Հարց, ինչու, ասենք, ձեր նկատմամբ, երբ որ դուք ասում եք, որ նրա նկատմամբ իրենց հարց ենք տալիս, իրանց ենք հարց տալիս, դուք ինչի կներեք հոգնած եմ փոքր, Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ ինչի է 3 անգամ բան արվում, այսպիսի բռնություններ իրականացում ապօրինի, եւ ոչ միայն իր նկատմամբ, այլ քաղաքական շարժման նկատմամբ է իրականացում։ Նկատի ունենք, որ մարդիկ արդեն բոլորը գիտեն, որ Ժիրայր կոտրվող տեսակը չի եւ իրան հերթական մեղադրանքով, ձերբակալությամբ կամ ճնշումներով իրեն կոտրել հնարավոր չէ եւ Ռազմի Դաշտովանցը եւ Բանտերովը անցել այս ապօրինի ռեժիմի եւ այլն։ Իրեն հնարավոր չի կոտրել։ Հարցը առաջանում ինչի է արվում։ Չէ, ես վերջացնեմ, ինչի է արվում։ Այդտեղ բացահայտվում է իր քաղաքական գործիչ լինելը, որտեղ մնացած ազդեցությունը, հասարակության վրա փորձում են այդ հասարակությանը հետ պահել քաղաքական պայքարից։ Այստեղ բացահայտվում է իրապես քաղաքական գործիչի հանգամանքը, որտեղ փորձում են վախեցնել մնացածներին, որ գործ մի ունեցեք այս շարժման հետ։ Ոչ միայն Սեֆիլյանի հետ, այլև շարժման հետ, որտեղ քաղաքական շարժում կա։